Անտառային էկոհամակարգը բնության այն համակարգն է, որտեղ հիմնական դերը կատարում են ծառերը, թփերը, խոտաբույսերը, կենդանիները, սնկներն ու միկրոօրգանիզմները։ Այս բոլոր կենդանի օրգանիզմները փոխկապակցված են միմյանց և շրջակա միջավայրի հետ։ Անտառային էկոհամակարգի հիմնական բաղադրիչները՝ արտադրողներ՝ ծառեր, խոտաբույսեր, մամուռներ, որոնք արևի լույսի միջոցով ստանում են սնունդ, սպառողներ՝ բուսակեր և գիշատիչ կենդանիներ, օրինակ՝ եղջերու, աղվես, գայլ, քայքայողներ՝ սնկեր, բակտերիաներ, որոնք քայքայում են չոր տերևներն ու մահացած օրգանիզմները։ Անտառների նշանակությունը՝ մաքրում են օդը, արտադրում են թթվածին, պահպանում են հողի խոնավությունը, բնակավայր են բազմաթիվ կենդանիների համար, կարգավորում են կլիման։ Անտառային էկոհամակարգի վտանգները՝ անտառահատումներ, հրդեհներ, օդի աղտոտում, կլիմայական փոփոխություններ։ Անտառային էկոհամակարգերը կարևոր են, որովհետև պահպանում են բնական հավասարակշռությունը և ապահովում կյանքի պայմաններ բազմաթիվ կենդանի օրգանիզմների համար։ Անտառը որպես էկոհամակարգ։ Էկոհամակարգը կենդանի օրգանիզմների և դրանց բնության միջավայրի, ինչպես նաև նրանց փոխազդեցությամբ պայմանավորվող բնական երևույթների ինքնակարևորող ամբողջություն է։ Անտառը էկոհամակարգ է, որը բնութագրում է ծառածածկույթով, բույսերի և կենդանիների առկայությամբ։ Հայաստանի անտառները կազմում են ընդհանուր տարածքի 12.7%-ը։ Ավելի շատ անտառներով հարուստ են Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մարզերը, որտեղ գերակշռում են հաճայնու անտառներ։ Հաճայնու խոնավ անտառները տարածում ունեն ենթալպյան շրջաններում, իսկ նրանց ներսում և եզրերում գտնվում են կաղնու մաքուր և խառը ծառուտները։ Կաղնու մաքուր անտառները հիմնականում տարածում են հարավային չոր լանջերի միջին և վերին գոտիներում, իսկ խառատունքները՝ արևմտյան և արևելյան լանջերին։ Կաղնու տիպիկ անտառները տարածում ունեն Լոռվա մարզում։ Հանրապետության տարածքում երբեմն հանդիպում են սոճու անտառների փոքր տարածություններ։ Ամենամեծը գյուլգարիկ սոճուտները և շահալի անտառեղեմասի սոճուտը։ Էկոհամակարգը ինքնավերարտադրվող և ինքնակարգավորվող համակարգ է, որում առկա են տարբեր օրգանիզմներ, օրինակ՝ պրոդուցենտներ, որոնք արտադրողներն են, սպառողները կոնսումենտներն են, իսկ ռեդուցենտները, որոնք փոխներգործում են մեկը մյուսի և շրջակա միջավայրի վրա։ Էկոհամակարգի մի մասն է կազմում նաև մարդը։ Էկոհամակարգերը ընդունակ են բնական փոփոխությունների, դինամիկ են, փոփոխվում են բնական ազդեցությամբ կամ մարդու միջամտության հետևանքով։ Մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա։ Մարդը և էկոհամակարգերը։ Էկոհամակարգերը շատ կարևոր են մարդու կյանքում։ Նա բնությունից ստանում է սնունդ, դեղամիջոցներ, արդյունաբերական արտադրության անհրաժեշտ հումք և այլն։ Մարդը հին ժամանակներից սկսած ներգործում է էկոհամակարգերի վրա, ազդելով ինչպես բույսերի և կենդանիների, այնպես էլ բիոտոպերի, այսինքն անկենդան բաղադրիչների վրա։ Մարդը քայքայելով բնական էկոհամակարգերը սկսեց ստեղծել արհեստականները։ Մոտ 10,000 տարի առաջվանից մարդը սկսեց չօգտվել բնության բարիքներից, սկսելով զբաղվել բուսաբուծությամբ և անասնաբուծությամբ։ Նա այդ բարիքները ստացավ իր աշխատանքային գործունեության արդյունքում։ Արդյունաբերական հեղափոխությունը, որը սկսվել է մոտավորապես 300 տարի առաջ, նույնպես ուղեկցվում է բնական էկոհամակարգերի վրա մարդկային ծանր ազդեցությամբ։ Բնության և մարդու փոխազդեցության ժամանակակից փուլում, երբ պահանջները ըստ ճանապարհ ավելանում են, մարդը երբեմն իր կյանքից անկախ քայքայում է բնական էկոհամակարգերը։ Այսօր ցամաքի ավելի քան 20%-ը վերածվում է քաղաքների, արդյունաբերական համալիրների, գյուղատնտեսական տարածքների և այլն։ Մարդածին ազդեցությունը էկոհամակարգերի վրա։ Մարդը գյուղատնտեսությամբ զբաղվելու ժամանակ օգտագործում է բնական պաշարներ, առանց մտածելու, որ դրանք սպառման հետևանքով կարող են մեծ ծավալով թափոններ արտանետվել շրջակա միջավայր։ Դրա հետևանքով շատ էկոհամակարգեր կորցնում են ինքնավերականգնման և ինքնամաքրման ունակությունը։ Հողային պաշարների անմտածված օգտագործումը հանգեցնում է հողի վերին շերտի ամբողջական կորստի։ Նաև համակեցությունների ոչնչացման պատճառ է ձևանում։ Կան շատ փաստեր մարդու կողմից ներմուծված տվյալ էկոհամակարգին օտար բույսերի և կենդանիների զարգացման բազմացման մասին։ Բնության մեջ հազարամյակների ընթացքում համատեղ էվոլյուցիայի արդյունքում մրցակցող տեսակների միջև ստեղծվում է հավասարակշռություն։ Բնական կայուն էկոհամակարգերում տեսակներից յուրաքանչյուրի թվաքանակը գործնականորեն անփոփոխ է, քանի որ կարգավորվում է մյուս տեսակներով։ Եթե մարդը ձևավորված էկոհամակարգ է ներմուծում նոր տեսակ, ապա այդ տեսակի թվաքանակը կտրուկ աճում է, քանի որ նոր պայմաններին հարմարվող տեսակը մրցակցության մեջ չի մտնում տեղի տեսակների հետ։ Նրա համար բացակայում են թշնամիները, որոնք կարող են կարգավորել ներմուծված տեսակի թվաքանակը։ Արդյունքում տեղային բազում տեսակների թվաքանակը կտրուկ կրճատվում է։ Էկոհամակարգի կառուցվածքը դառնում է պարզ և կորցնելով ինքնակարգավորման ունակությունը քայքայվում է։